Բայց գիտես Հիսուս Քրիստոսի համար անհնարին ոչինչ չկա։ Նույնիսկ քո ամենածանր հիվանդության մեջ Հիսուսն ասում է ես կարող եմ քեզ բժշկել։ Հիսուս ամենակարող է։ Եթե Հիսուս սատանան քեզ դրել է սահմանափակության մեջ եւ ասում է քեզ համար շատ բաներ անհասանելի է, ես քեզ ուզում եմ ասեմ, այսօր շատ բաներ քո համար բացվելու է։ Եվ սահմանափակությունները քո կյանքում քանդվելու են։ Ասում ես ամեն։ Ուրեմն պատրաստ ես լսես։ Փառք Հիսուսին։ Ուրեմն Ղուկաս ավետարան 5-րդ գլուխ առաջի համար։ Եվ եղավ, երբ որ ժողովուրդը նրա վրա կիտվում էր Աստծո խոսքը լսելու, եւ ինքը Գենեսարեթի ծովակի մոտ կանգնած էր, եւ երկու նավ տեսավ ծովակի մոտ կանգնած, ձգտորսներն նրանցից դուրս էին եկած, եւ ուրկանները լվանում էին, եւ նա մտավ այն նավերի մեկի մեջ, որ Սիմոնինն էր, այսինքն ապագա Պետրոս առաքյալին։ Եվ խնդրեց նրան նավը ցամաքից մի քիչ ներս տանի։ Նստեց եւ նավիցը սովորեցնում էր ժողովուրդներին։ Հիսուսը ծովի ափին մի հատ նավակի մեջ նստեց եւ խնդրեց Սիմոնին, որ մի քիչ նավը ցամաքից ներս տանի եւ նավից սովորեցնում էր։ Երբ որ սովորեցրեց վերջացավ, Պետրոսին մի բան խնդրեց։ Իմանալով, որ Պետրոսը ամբողջ գիշեր ձուկ է բռնել եւ անհաջող է անցել իր ձգտորսությունը։ Հիսուսը Պետրոսին ասեց. նավը դեպի խորը տար։ Եվ ձեր ուրկանները գցեք որսի։ Եվ Սիմոնը պատասխանեց եւ ասեց նրան. վարդապետ, բոլոր գիշերն աշխատեցանք եւ ոչինչ չբռնեցինք։ Այս թեման շատ ենք լսել, ճիշտ է։ Բայց քո խոսքի համար ուրկանը կգցեն։ Բայց Հիսուս գիտես ինչ ասացի, ուրկանները։ Բոլոր ուրկաններն էր ասել գցի։ Բայց գիտես Պետրոսն ինչ ասեց։ Ասեց, ես ուրկան կգցեմ, ուրկանները չեմ գցի։ Էներո քո խոսքի համեմատ։ Որովհետեւ ամբողջ գիշերն աշխատել ենք, մեր մարդկային ջանքերով, մեր մարդկային ուժերով, սահմանափակ մարդը փորձում էր Աստծուն համոզել, որ դու չես հաջողվի։ Բայց Աստված Պետրոսին ուզում էր ասել, որ Պետրոս, դու հանդիպել ես մեկին, որի համար անհնարին ոչինչ չկա, եւ ես քեզ ասում եմ, ուրկանները գցի ծովը։ Բայց Պետրոսն ասեց. վարդապետ, ամբողջ գիշեր ձուկ չենք բռնել։ Բայց քո խոսքի համար ուրկանը, մի հատ ուրկան, այն որ խաբիցը չել է, որ սրտովդ գնա, մի հատ ուրկան կգցեմ ձևի համար։ Մենք ենք սահմանափակում մեր չափ որոշիչներով։ Աստված ասում է ինչ չափով որ չափես, այդ չափով էլ կչափվի քեզ։ Բայց դու ես որոշում, այսօր ինչ չափի մեջ ես։ Ինչքան հնարավորություն ես, դու ես որոշում, քո առողջությունը այսօր որ սահմանի վրա է։ Դու ես որոշում, այսօր քո գրպանում ինչքան փող կա կամ ինչքան չկա։ Դու ես որոշել, որ քո թաղամասից, քո երկրից, քո պետությունից են կողմ քեզ համար անհնարին է գնալ։